Դες պատրաստեք, հա։ Ուրեմն հարգելի լրագրողներ, հարգելի հայրենակիցներ, քիչ առաջ մենք մասնակցեցինք քննչական գործողություններին, ուրեմն Միքայել Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումը ներկայացվեց դատախազի կողմից կայացված, որով նա մեղադրվում էր քրեական օրենսգրքի 422 հոդվածի երկրորդ մասով, դրա մասին արդեն հրապարակային դաշտում առկա էր։ Ուրեմն այս պահին մենք մեղադրանքի բնույթի մասին շատ բաներ չենք ուզում ասել պաշտպանական նկատառումներից ելնելով, քանի որ Սրբազանը ներկայացվելու է դատարան, նախնական տեղեկություններով Ավանի նստավայրում է լինելու, բայց լրացուցիչ երբ իմանանք կհայտարարենք։ 24 ժամյա ռեժիմով է Ուրեմն ձերբակալման պահից 24 ժամվա ընթացքում դատարանը պետք է որոշում կայացնի։ Հետևաբար մոտակա ժամերի ընթացքում դա լինելու է։ Մենք անպայման կտեղեկացնենք, այսինքն հրապարակային կտեղեկացնենք։ Այո, կալանքի հարցն է քննարկվում։ Դուք լավ տեսաք, որ սա աննախադեպ միջամտություն էր, ինչպես ոստիկանների եւ ԱԱԾ ծառայողների կողմից, երբ որ Մայրաթորի տարածք ներխուժեցին, դրան գումարած այս ընթացքում էլ վստահ եմ, որ դուք ինքներդ էլ համացանցից օգտվել եք, տեսել եք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարբերաբար գրառումներ էր կատարում, որը մենք գնահատում ենք նաեւ իր ոչ կոռեկտ լինելով հանդերձ նաեւ ուղղորդում էր նաեւ քննչական մարմինների եւ դատական մարմիններին եւ բնականաբար այս ծանր ոնց ասեմ, անմարդկային ճնշման ներքո բնականաբար արդարադատություն ակնկալելը շատ դժվար բան է դառնում։ Իսկ ինչպես բացատրեցին, որ 1.5 տարի առաջ այդ արված հայտարարության հիման այսքան ժամանակ ինչի բան։ Տեսեք, հիմա այսպեսի մի բան ասեմ, մինչև ձեր հարցին պատասխանելը, երբ Միքայել Սրբազանին այսինքն տեսակ կամավոր ինքը ներկայացավ եւ սենյակում ձերբակալման արձանագրություն կազմեցին եւ հարցրեցին ում է ուզում ծանուցել, տեղեկացնել, դե իրավունք ունի, չէ՞, մեկ անձի զանգել ծանուցել։ Միքայել Սրբազանը ասաց ուզում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղեկացնեմ, որ ձերբակալված եմ։ Ուրեմն մեղադրանքի հետ կապված, քանի որ ասեցի, այս բան չենք ուզում ծավալվել, անպայման դրա մասին մենք կխոսենք մեր պաշտպանական թիմը։ Ոչ։ Կներեք, իսկ սպառնալիք էր եղել, որովհետև մարդիկ թույլ չէին տալիս, որպեսզի Աջապայանը գնար եւ ի վերջո նաեւ միջադեպերով դուրս բերվեց Մայրաթորից։ Սպառնալիք էր հնչել կրկին գրոհել, այսպես ասեմ, հա, Մայրաթորը ուժայինները նորից էին հետ գալ։ Տեսեք, ձերբակալման հիմքերը չկային, կարելի էր ասել, դրա հետ կապված պաշտպանները համապատասխան հայտարարություններ կատարեցին, որ արձանագրվեց։ Բնական է չկար, ավելին Միքայել Սրբազանը ոչ խուսափել է, ոչ էլ հանցագործություն է կատարել կամ դա կրկին կատարելու վտանգը չկար։ Ամբողջ գործընթացը անիմն է, այսպես ասեմ։ Ձերբակալման ժամը ֆիքսվել է, կարծեմ, մենք երբ մտանք 17:54։ Այսինքն այս պահին դեռ քննչական որոշում կայացնել։ Իսկ դա պես չասացին իրեն երբ կտանեն դատարան։ Իրեն պետք է որ քիչ հետո տանեն։ դատարան։ Այո։ Պետք է կատարեն դատարան։ Մենք հիմա գնում ենք մեր մարտավարությունը աշխատանքը կատարենք, այնուհետև գնալու ենք դատարան։ Այսինքն դելի գիշերը կքննեն։ Չենք կարող ասել, կարող է գիշերը քննեն, կարող առավոտյան զանգեն ասել, անպայման այդ տեղեկությունը Իսկ այդ ընթացքում որտեղ է մնալու։ Կարող առավոտյան օրինակ ժամը 7-ը նիստը։ Պարոն Զոհրաբյան, Facebook-յան էջը դերել։ Այս բանը մենք միշտորությունը չունենք, միշտորությունը կազմել։ Այսինքն հայտնի էլ չի ով է քննելու դատավորողը։ Պարոն Զոհրաբյան, իսկ արդարադատության ընդհանրապես սպասել կարելի է, եթե վաղ առավոտից, երբ դեռ անգամ Միքայել Սրբազանը Մայրաթորում էր, այդ տարածքում էր, արդեն իսկ ԿՊԱ-ականները հայտարարում էին, որ նախ կալանավորվելու է կամ կալանավորվել է, հետո փոխեցին բառը, որ ձերբակալվելու է, հետո Նիկոլ Փաշինյանը անգամ ժամկետներ նշեց, թե ինչու չեն ուզում կալանավորել 1 ամիս ժամկետով, ինչ որ պատճառներ, որոնք ցենզիստուս են ու ես չեմ մեջ բերի, բայց պատճառներն էլ էր նշում, այսինքն եւ ժամկետ էր նշում եւ նշում էր, որ պետք է կալանավորվի եւ ԿՊԱ-ականներն էին դա տարածում։ Գիտեք ինչ, մենք նույնպես դա տեսել ենք, արձանագրել ենք, դա ուղղակի ճնշման միջոցներ են, որը բնականաբար արդարադատության
այսպես ասեմ, իրականացնողներին կաշկանդելու է եւ մենք երբ իմանանք դատավորի անուն ազգանունը, արդեն կիմանանք թե ինչ հետ են գործ ունենալու։ Բնականաբար այսպես մեծ հույսեր չունենք, որ լավ է լինելու, բայց մեղադրանքը ինքնին ակնհայտ անդիմն է, չկա մեղադրանք։ Լավ, այստեղից հիմա դուք գնալու եք ձեր մարտավարությունը որոշելու։ Գնալու ենք մեր աշխատանքային, Սրբազանին ու են տանելու այս պահին։ Սրբազանին տանելու են դատարան։ Ավան Դատարանի համապատասխան հատվածում պետք է որտեղ մեկակալված անձանց պահվում են, այդ հատվածում պետք է սպասել մինչև դատական Արդակ։ Սրբազան հայրը շատ լավ հոգեվիճակում էր։ Իսկ առաջնորդարան Շիրակի, որ մտել էին խոզարկության նպատակով ինչ-որ բան հայտնաբերել են, թե չէ։ Մանրամասներին տեղյակ չենք, հիմա մենք մյուս գործընկերներից փորձել ենք ամբողջ տեղեկատվություն հավաքել։ Ձեր գրություն կա Միքայել Աջապանյանի ստորագրությամբ, որ ինքը լիովին բավարարված է իր ծառայությունով, իբրև հոգևորական ուստի խնդրում է իր անունը չնշանակել վարչապետի տեխնացիների շարքում, դուք եք դրել ձեր էջում։ Այո, քանի որ մենք նաև տեղեկացանք, որ նման քննարկումներ է գնում եւ Միքայել Սրբազանի անունը քննարկում է վարչապետի տեխնացիների շարքում, Միքայել Սրբազանը հստակ իր դիրքորոշումը արտահայտեց եւ խնդրեց, որ մենք դա հրապարակենք, որ ինքը բավարարված է իր հոգևոր ծառայությունից, այսինքն ինքը հոգևոր առաքելությունից չի պատրաստվում շեղվել եւ բնականաբար դեմ է, որ իր անունը քննարկեն այդ տեխնացիների ցանկում։ Պարոն Զոհրաբյան, ճիշտ է չեք ուզում մեղադրանքի շատ խոսել, ես հարցն հնչեցնում եմ իշխանության զարգացման մասին, ճիշտ է նշում, որ Սրբազանը խոսել է 23 թվականին։ Եթե այո, այդտեղ դա ինչ է, կարծիքի արտահայտում, ես հարցնում եմ, բայց տեսեք, ես շատ բաներ հիմա չեմ ուզում ասել, բայց ուրեմն քրեական օրենսգրքի այդ հոդվածով նախատեսված կոչ չի կարող լինել, ուղղակի չի եղել։ Մենք բնականաբար ընթացքում ավելի մանրամասների մասին խոսենք, Պաշտպան պարոն Սարգսյանի կողմից հստակ հարցադրում ներկայացվեց, որպեսզի մեղադրանքի հետ կապված մեզ որոշակի ճշտումներ անեն, որովհետև դա պարզ չէ, փաստական կողմը մեղադրանքի։ Ինչևէ, մենք դատարանում դրա հետ կապված ավելի մանրամասն կներկայացնենք, այնուհետև ստանալիության նաև հանրությանը։ մեղադրանքի մասին Սրբազանը ինչ-որ ասաց, այսպես ասեմ, Սրբազանը բնական է մեղադրանքը չի ընդունում եւ բոլորս էլ լավ գիտենք, որ Սրբազանը քննադատական խոսքի հնչեցրել։ Այդքան բան։ Այսօրվա իրավապահների մոտեցումը նա է, եթե ձեզանից որևէ մեկը այսօր կանյացնում է իշխանությունը պետք է փոխվի, իրենք սա դիտարկում են որպես իշխանազավթում, իշխանությունը փոխելու կոչ, այսինքն ձեզ բոլորին, մեզ բոլորին փորձում են լռեցնել այս եղանակով, որպեսզի որևէ քննադատություն չհնչի, որովհետև այն ինչ որ ասել է Սրբազանի ելույթում, դա ընդհանրապես քննադատություն է իշխանություններին եւ որտեղ ընդհանրապես իր կարծիքներն արտահայտել։ Այսինքն այն որ խոսում է, որ մենք ժողովրդավարության բաստիոն ենք եւ այլն, իմացեք այսուհետ իրավապահների մոտեցումը սա է։ Եթե կքննադատեք այս իշխանությունները, մեզ հոդվածը բոլորիդ համար նախատեսված է։ Սամվել Կարապետյանը նույնպես նույն հոդվածով էր, եթե չեմ սխալվում։ Դե իրանց համար գիտեք, սա մի նպատակ է, հետապնդում բոլորին լռեցնել։ Ցանկացած անձ, ով կարողանում է հեղինակություն ունի, կարողանում է երկու հոգուտի խոսքը տեղ հասցնել, իրեն կալանավորում են։ Սա է։ Շնորհակալություն։